որտեղ ի վերջո լուծումները այնտեղ են, որտեղ քո արմատներն են։ Հիմա, եթե մենք այդպես նայենք մեր հավաքական պատմությանը, մենք կտեսնենք, որ մեր ծնունդը տեղի է ունեցել պայքարի հետևանքով։ Դա արդարության, ազատության, ճշմարտության համար պայքարներ, Հայկի, որը խորհրդանշում էր ռազմիկի արքետիպը, այսինքն մեր ենթագիտակցության մեջ խորապես նստած է ռազմիկի արքետիպը։ Երկրորդ արքետիպը, որը կենսագործող է եղել, դա եղել է վկայի արքետիպը։ Այն մարդն է, ով որ ճշմարտության համար պատրաստ է տալ ամեն ինչ, ընդհուպ մինչև նահատակություն։ Եվ երրորդ արքետիպը, որը մեզ ձևավորել է, դա եղել է թարգմանի արքետիպը։ Մեր ոսկեդարը սկսվեց այն ժամանակահատվածում, եւ մենք աշխարհի իմաստությունը թարգմանեցինք։ Բայց այդ թարգմանությունը նաև նշանակում է, որ դու լավագույնս հասկանում ես օտարին։ Լավագույնս հասկանում ես ոչ միայն իր լեզուն, այլև իր գիտակցությունը, ենթագիտակցությունը, նաև հասկանում ես իր ցավերը, զգացմունքները, էմոցիաները։ Կարծում եմ հայերս լավագույնն են կարողանում հասկանալ օտարին։ Այս 3 արքետիպը եղել են մեզ ձևավորող դարերի ընթացքում։ Եկել է ժամանակահատված, որտեղ մեր ինքնությունը մենք պիտի կառուցենք այս 3 արքետիպերի լավագույն եւ առողջ սինթեզի հիման վրա։ Ունենանք ռազմիկ, որը ճշմարտության համար է պայքարում, որը կարող է նաև ուրիշին հասկանալ, ուրիշի ցավը հասկանալ, այսինքն արդար ռազմիկ է։ Վկա, որը կարողանում է իր ճշմարտությունը պաշտպանել նաև զենքով, եւ թարգման, որը կարողանալով ուրիշին հասկանալ, միևնույն ժամանակ գիտի իր ճշմարտությունը, միայն չի թարգմանում ուրիշներին, բայց գիտի նաև իր ճշմարտությունը եւ նորից պատրաստ է դա պաշտպանել ամեն ձևով ներառյալ եւ որպես ռազմիկ պաշտպանել։ Ես կարծում եմ մենք պիտի այս ուղղությամբ մտածենք, այսինքն կարողանանք մեր ինքնության սինթեզը իրականացնել այս 3 արքետիպերի բալանսավորված մի համադրության մեջ։